Դուք ձեզ անվտանգ զգում եք, երբ Նիկոլ Փաշինյանը 9 օրում 4 անվտանգային խորհրդի նիստ է գումարում։ Այո, զգում եմ։ Անվտանգ է Հայաստանը։ Հա, անվտանգ է։ Մեզ համար ման եմ գալիս, ինձ համար դուք էլ ձեր։ Իսկ սպանությունները, որ վերջին շրջանում մեկ Աջափյանքի սպանությունը։ Այդ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի։ Ուզում եք հակաբան ասեմ, չեմ կարող ասել։ Հա, կարծիքը։ Ես իմ կարծիքն ասեցի։ Գումարում։ Զգում ենք։ Անվտանգ է։ Մեզ շատ անվտանգ ենք զգում, շատ էլ լավ ենք զգում քույրիկ։ Հա։ Այդ ով է Նիկոլ Փաշինյանը։ Ով է։ Ես չեմ ճանաչում, տենց մարդ կներեք։ Ես անունը չեմ ուզում լսել եւ խոսել եմ ասում։ Ներկա պայմանները ձեզ համար Մենակ ասեմ, որ Աստվածը մեզ հասնի, ուրիշ ոչինչ չասեմ։ Ընդհանուր երկիրները անվտանգավոր է հիմա, միայն մենք չենք։ Ամբողջ աշխարհը վտանգավոր է։ Մենք գար մեջտեղն ենք իրենց։ Ոնց կնա անվտանգ զգա։ Վարգյանին չի բռնում։ Մենք մասնավոր վտանգավոր բան չէ, բայց որ կարելի է վտանգ լինի։ Ամեն վարգյան կարելի է, չէ՞։ Այդ է։ Ես համաձայն եմ ամեն ինչի միայն Նիկոլյանեսի ոչ դաշնակները, ոչ այն մյուս կուսակցությունները վերջ։ Ինչ վատ բան կա թե որ թող գումարի, թող ապահովել ենք էլի։ Ինչ վատ բան կա թե։ Ես բարձրապես հարցում, դուք հիմա ձեզ անվտանգ զգում եք։ Այո։ Հայաստանի պայմանները։ Այո։ Շատ լավ է։ Միգուցե ձեզ դա ձեռ չի տալի։ Նիստ անում, բադաբադա թողանի անվտանգ ենք։ Անվտանգ եմ զգում, հա։ Ինչ հետ ինչ կապ ունի 4 նիստը։ 9 օրվա ընթացքում 4 նիստը շատ չէ։ Չգիտեմ ինչ ասեմ, բայց ինձ թվում է մեկ անվտանգ, ուզում եք ասեք անվտանգ ենք զգում։ Անվտանգ եմ զգում, հա։ Կարող եմ չպատասխանել այս հարցերին։ Ինչու՞։ Ամեն ինչն է հիմա վտանգավոր ընդհանրապես։ Այդքանը։ Ես ճիշտն ասած խիստ ձևով Նիկոլ Փաշինյանի աշխատանքին չեմ հետևում։ Ինքը երևի ավելի ճիշտ գիտի իր անվտանգությունը ինչպես ապահովի։ Իսկ դուք ձեզ անվտանգ զգում եք։ Այո, Հայաստանում ես ինքս ինձ անվտանգ եմ զգում։ Ոչ ուզում եմ լսեմ, ոչ է պետք է։ Իսկ դուք ձեզ անվտանգ զգում եք հիմա։ Հայաստանի պայմաններում։ Հայաստանում եմ ապրում, բայց ստեղ եմ աշխատում, բայց լավ բան չեք տենում։ Դժգոհ եմ։ Բացարձակ չեմ կարող ասել, որտեղ չեմ պատկերացնում, որ ինքը ինչ-որ լավ բան անի։ Ճիշտ է։ Ըստ երևույթին վտանգավոր է եղել երկրի վիճակը, դրա համար է գումարել անվտանգության նիստ։ Վտանգավոր է եղել, երևի թե երկրի վիճակը։ Դրա համար էլ անվտանգության նիստը գումարել։ Իսկ դուք ձեզ անվտանգ զգում եք։ Դե ինչ չեմ կարող քարկոծել պարոն Փաշինյանին, այո, կարող եմ ասել անվտանգ եմ։ Եթե գումարել է անվտանգության նիստ, ուրեմն նշանակում է կա արդեն անվտանգություն։